Մի մարդ, որ մարդասպան Արնա Երախ Թուրքի վիժված Քոչարյանի ու նարկաման Խաղամոլ Սերժի կողքը կանգնի, նա ոնց կարա լինի Աստծո նվիրյալ եւ նա ոնց կարա լինի ժողովրդի կաթողիկոսը։ Դա չլնելու բան է։ Ինչքան մարդասպան կա, այրունոտ ձեռքերով Աստծո տաճար է կառուցում։ Ես ամաչում եմ, որ ասում եմ կաթողիկոս, ես ամաչում եմ, ոնց կարելի է այդ բառ, այդ հանցագործին, այդ սատանա, այդ սադայելի վրա դնել կաթողիկոս բառը չի կարելի։ Ինքը սատանայապետ է, մնացածն էլ իր ճտերը։ Գարեգին բն ոչ թե հարցրեք, որ պատվիրաններն է խախտել, ասեք, որը չի խախտել, միգուցե մի բան կգտնենք ասելու։ Ռասիայի եկեղեցու այդ բաները սևազգեստները, սատանայի ճտերը, ամբողջ այդ մարմնավաճառներին գիշերը տանում են եկեղեցի։ Այո, ես շատ եմ լսել, նույնը Անահիտում։ Ես այ դա եկեղեցի չի, դա սատանայի ворջ է, ոնց կարելի մի ժապավեն, որ կտրի մարդասպան Արնարիախ Թուրքի վիժված Քոչարյանը, դա ոնց կարելի է եկեղեցի համարել, Աստծո տուն համարել։ Ախր այդ եկեղեցի բառը չի կարելի ասել, դա դրա ժապավենը Քոչարյանը կտրեց։ Դուք երևի չեք հիշում, իսկ ես շատ լավ եմ հիշում։ Ու նախաչ չհանեցի, նախաչից հեռու մնաց։ Այնտեղ բոլորը ասում են ժամը 12-ից 1-ից հետո եկեք, տեսեք ինչ է կատարվում։ Այդ սատանաները նույնը բանի մամուլի շենքի դիմացը մի փոքր ռեստորան կա, ամբողջ այդ եկեղեցական այդ սևազգեստներ իրենց մարմնավաճառների հետ այդ ինչ որ ռեստորանատիպի